Երբ կառավարական շենքի անվտանգության ծառայության պետը բացեց վարչապետի կաբինետի դուռը 2007 թվականի մարտի 25-ին, նա նկատեց մի բան, որն իրեն սառեցրեց տեղում։ Անդրանիկ Մարգարյանի անձնական չհրկիզվող պահարանի դուռը կիսաբաց էր, իսկ այն փաստաթղթերը, որոնք միշտ պահվում էին ներսում կարմիր կնիքով, այլևս չկային։ Այդ պահին, երբ բժիշկները դեռ չէին հասել, երբ պաշտոնական մահվան հայտարարությունը դեռ չէր արվել, ինչ-որ մեկը, ով գիտեր սեյֆի կոմբինացիան, արդեն հասցրել էր մտնել այդ սենյակ։ Հետագայում ընտանիքի անդամները կխոսեին այս մասին միայն շշուկով, մերձավորներին, բայց պաշտոնապես ոչ ոք երբեք չի անդրադարձել այս հարցին։ Մարգարյանի որբերը, որոնց էր մնացել նաև հոր անունը կրելու պարտքը, 17 տարի լռել են այն մասին, թե ինչ կար այդ պահարանում, եւ ով էր այն մարդը, ով մտավ կաբինետ նախքան բժիշկների ժամանե բժիշկ։ Արդյոք այդտեղ իրոք պահվում էին 50 միլիոն դոլարներ, կանխիկ ինչպես շրջում են լուրերը, թե գաղտնի փաստաթղթեր, որոնք կարող էին փոխել Հայաստանի նորագույն պատմության ընթացքը։ Եվ եթե այդ գումարը իրոք կար, ապա ուր է այն հիմա, ինչպես կարող է անհետանալ այսքան հսկայական գումար անհետացյալների ցուցակներում Երևան չգալով։ Անդրանիկ Մարգարյանի մահը պաշտոնապես ձևակերպվեց որպես սրտի կանգ, որը առաջացել էր սեպտակային անոթների արյան շրջանառության խանգարման պատճառով։ Կառավարության մամլոյցարայությունը հայտարարեց այս մասին 2007 թվականի մարտի 25-ին, բայց մահվան պահից մինչև պաշտոնական հայտարարությունը անցել էին ամբողջ 6 ժամ։ 6 ժամ, որոնց ընթացքում կառավարական շենքում մարդիկ շարժվում էին ոչ սովորական շտապողականությամբ, տեղափոխվում էին թղթապանակներ, փակվում էին դռներ, եւ միայն ներքին շրջանակի մարդիկ գիտեին, որ երկրի երկրորդ անձը այլևս կենթանի չէ։ Ինչ տեղի ունեցավ այդ 6 ժամվա ընթացքում, երբ պաշտոնապես Մարգարյանը դեռ համարվում էր կենթանի, բայց փաստորեն նրա սիրտը դադարել էր զարկել։ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարի պաստոնները, ստանձնեց վարչապետի պարտականությունները ապրիլի սկզբին, պաշտոնապես 10 օր անց։ 10 օր, որոնք թվում են բնականon իշխանության փոխանցման համար, բայց հարցը մնում է, արդյոք նա իմացել էր Մարգարյանի մահվան մասին ավելի վաղ, քան պաշտոնական հայտարարությունը արվեց։ Եվ եթե այո, ապա ինչ էր նա անում այդ 6 ժամվա ընթացքում։ Կաբինետում, որտեղ Մարգարյանն անց էր կացրել վերջին 7 տարիները ղեկավարելով երկիրը, գրեթե ամեն ինչ էր մնացել անփոփոխ։ Նրա դեղատոմսերը դեռ կային սեղանին, նրա անունով, թե ինչպես էր նա փորձում պայքարել այդ սրտի հիվանդության դեմ, որն ի վերջո խլեց նրա կյանքը։ Սակայն սեյֆում, որտեղ պահվում էին նրա անձնական գաղտնիքները, այլևս ոչինչ չկար։ Սովորական աչքի համար դա կարող էր թվալ, որ պարզապես չի եղել այնտեղ ոչինչ կարևոր, բայց նրանք, ովքեր աշխատել էին Մարգարյանի հետ, գիտեին, որ վարչապետը միշտ պահպանում էր որոշակի փաստաթղթեր այնտեղ։ Փաստաթղթեր, որոնք կապված էին անհատական գործարքների, քաղաքական համաձայնագրերի եւ հավանաբար անձնական ֆինանսական գործառնությունների հետ։ Արդյոք այդ սեյֆում իրոք էր գումար, եւ եթե այո, ապա որտեղից էր այն գալիս։ Երբ լրագրողները 2005 թվականին առաջին անգամ հարցրեցին Անդրանիկ Մարգարյանին նրա անձնական հարստության մասին, վարչապետը պատասխանեց միայն մեկ նախադասությամբ. «Իմ հարստությունը իմ ընտանիքն է եւ իմ հայրենիքը»։ Դա էր նրա առաջին եւ վերջին հարցազրույցը անձնական ֆինանսների մասին, եւ հետագայում նա խուսափում էր այս թեմայից, ինչպես համաճարակից։ Բայց նրանք, ովքեր աշխատում էին նրա մոտ, պատմում էին, որ Մարգարյանի ապրելակերպը կտրուկ տարբերվում էր այն ապրելակերպից, որը ցուցադրում էին իր շրջապատի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա ապրում էր համեստ բնակարանում Երևանի կենտրոնում, վարում էր հին Մերսեդես, որը գնել էր դեռ 2003 թվականին, երբ առաջին անգամ դարձել էր վարչապետ։ Էր վարչապետ, եւ նրա զգեստավորումը կազմված էր ստանդարտ պաշտոնական կոստյումներից, առանց ցանկացած շքեղության նշանների։ Բայց նույն ժամանակ 2005-ից 2007 թվականների միջև Հայաստանի կառավարությունը ձեռք էր բերում նորագույն կառավարական ինքնաթիռներ, շինվում էին նոր կառավարական շենքեր, եւ վարչապետի մակարդակի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել էին 3 անգամ։ Սովորական պետական ծառայողի աշխատավարձը այդ ժամանակ կազմում էր մոտավորապես 70,000 դրամ ամսական։ Դա էր մոտ $200։ Վարչապետի պաշտոնական աշխատավարձը ըստ բյուջետային տվյալների էր մոտավորապես 600,000 դրամ ամսական, մոտ $1,600։ Եթե այդ գումարը բազմապատկենք 7 տարով, ստացվում է մոտ $130,000 ընդհանուր եկամուտ ամբողջ նրա վարչապետության ժամանակահատվածի համար։ Արդյոք հնարավոր է, որ պաշտոնական աշխատավարձից Մարգարյանը կարողանար հավաքել $50 միլիոն, այն գումարը, որի մասին փսփսում են մինչ օրս։ Դեռևս 2006 թվականին, երբ Մարգարյանը հանդես եկավ Հայաստանի տնտեսական զարգացման մասին ելույթով,
Նա խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Մենք պետք է կռվենք կաշառելիության դեմ բոլոր մակարդակներում, ասաց նա այդ ելույթում, բայց նույն ժամանակ շրջապատում շուրջ նրա կային մարդիկ, ովքեր հետագայում մեղադրվեցին ճիշտ այդ հանցագործությունների մեջ։ Սերժ Սարգսյանը, ով ստանձնեց վարչապետի պաստոնը Մարգարյանի մահից հետո, 2019 թվականին մեղադրվեց պետական միջոցների յուրացման մեջ 489 միլիոն դրամի չափով, ինչը համարժեք է մոտ 1 միլիոն դոլարի։ Արդյոք Մարգարյանը գիտեր իր ամենամոտ Սանրատի այս գործարքների մասին, թե նա կույր էր իր շրջապատի գործողությունների նկատմամբ, եւ եթե նա գիտեր, արդյոք դա նշանակում է, որ ինքը նույնպես ներգրավված էր այդ համակարգում։ 2003 թվականից սկսած հայկական քաղաքական թատրոնում սկսեցին երևալ նոր դեմքեր, որոնք արագ հարստացան եւ ձեռք բերեցին տնտեսական ազդեցություն։ Դրանք էին այն մարդիկ, ովքեր մոտ էին իշխանությանը, ովքեր ունեին մուտք կառավարական որոշումների, եւ ովքեր կարողանում էին ազդել պետական գնումների եւ մրցույթների արդյունքների վրա։ Մարգարյանի ընտանիքը ըստ հասանելի տեղեկատվության չէր ցուցադրում նման հարստացում, բայց հարցը մնում է, արդյոք դա էր իրականությունը, թե պարզապես հմուտ քողարկում։ Առաջին անգամ խոսակցությունները 50 միլիոնների մասին սկսվեցին անմիջապես Մարգարյանի մահից հետո, երբ նրա ընտանիքի անդամները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին հոր անձնական ֆինանսների մասին։ Մենք չենք մեկնաբանի սա, ասաց ընտանիքի ներկայացուցիչը, եւ այդ լռությունը տևեց 17 տարի։ 17 տարի, որոնց ընթացքում Հայաստանը փոխեց 3 նախագահ, գնաց հեղափոխություններով եւ քաղաքական ճգնաժամերով, բայց Մարգարյանի ընտանիքը շարունակեց լռել։ Ինչ գիտեն նրանք, որ մենք չգիտենք։ 2007 թվականի մարտի 25-ի լույսը Երևանում բացվեց անսովոր լռությամբ։ Քաղաքը դեռ չգիտեր, որ նրա վարչապետը մահացել է գիշերվա ընթացքում։ Բայց կառավարական շենքում արդեն ժամեր առաջ սկսվել էր խանգարված շարժունակություն։ Մարդիկ մտնում էին Մարգարյանի կաբինետ, ելնում էին թղթային թղթապանակներով, եւ ինչ որ մեկը, ով մինչ այդ երբեք չէր տեսնվել այդ հարկում, այդ առավոտ գտնվում էր այնտեղ։ Անվտանգության ծառայության աշխատակիցները հետագայում պատմեցին, որ տեսել են մի տղամարդու դեպի Մարգարյանի կաբինետի դուռը, բայց նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել բացահայտել նրա ինքնությունը։ Այս մարդը ըստ վկաների ուներ բանալի եւ գիտեր սեյֆի կոմբինացիան, ինչը նշանակում էր, որ նա Մարգարյանի ամենամոտ շրջապատից էր։ Բայց ով էր նա եւ ինչ տարավ նա այդ սեյֆից։ Երբ բժիշկները ժամանեցին փորձելու վերակենդանացնել վարչապետին, նրանք արձանագրեցին, որ մահը եղել է մի քանի ժամ առաջ, հավանաբար գիշերվա կեսին կամ առավոտյան շատ վաղ։ Բայց պաշտոնական հայտարարությունը արվեց միայն ցերեկային, երբ արդեն ավարտվել էին որոշակի անհրաժեշտ ընթացակարգեր։ Ինչ էին այդ ընթացակարգերը եւ ինչու էին դրանք պահանջում այսքան ժամանակ։ Ըստ բժշկական նորմերի, մահվան փաստը պետք է արձանագրվի անմիջապես, երբ վերակենդանացման բոլոր փորձերը ձախողվել են, բայց Մարգարյանի դեպքում այս կանոնը խախտվեց։ Պահարանը, որը գտնվում էր նրա աշխատասենյակի աջանկյունում, հին գերմանական արտադրության չհրկիզվող տուփ, որը Մարգարյանը տեղադրել էր 2000 թվականին, բացված էր հատուկ բանալիով եւ 6 թվանշանային կոմբինացիայով։ Մարգարյանը երբեք չէր վստահել էլեկտրոնային պահարաններին։ Նա նախապատվություն տալիս էր հին, մեխանիկական համակարգերին, որոնք չէին կարող հեքվել կամ հեռակա վերահսկվել։ Բայց այդ անվտանգությունը իմաստ չունեցավ, երբ ինչ-որ մեկը, ով գիտեր եւ բանալու գտնվելու վայրը, եւ կոմբինացիան, մտավ այդ սենյակ։ Ըստ ոմանց այդ սեյֆում պահվում էին ոչ միայն գումար, այլև փաստաթղթեր, ոստաթղթեր, որոնք վերաբերում էին քաղաքական գործարքների, արտաքին վարկերի բաշխման եւ անձնական համաձայնագրերի։ Եթե դա ճիշտ է, ապա այդ փաստաթղթերը կարող էին պարունակել անուններ, թվեր եւ ապացույցներ, որոնք կփոխեին այն պատկերը, որը մենք ունենք հայկական քաղաքականության մասին երկրի շահազարականների սկզբներում։ Բայց դրանք անհետացան այնպես արագ, որ երբ պաշտոնական քննիչները ժամանեցին շենք, ավելի ոչինչ չէր մնացել հետազոտելու։ Եվ ամենակարևոր հարցը, ինչու ընտանիքը լռում է մինչ օրս։ Մարգարյանի որդիներ, որոնք այժմ ապրում են Երևանում եւ զբաղեցնում են հարգելի պաստոններ, երբեք հրապարակայնորեն չեն անդրադարձել այն լուրերին, որոնք շրջում են հայրենական ինտերնետում։ Նրանք չեն տվել ոչ մի հարցազրույց, չեն մերժել եւ չեն հաստատել ոչ մի տեսություն։ Այս լռությունը կարող է մեկնաբանվել երկու ձևով, կամ դրանք պարզապես չեն ցանկանում անդրադառնալ չարամիտ հրապարակախոսությանը, կամ նրանք գիտեն ինչ-որ բան, որը չպետք է դառնա հանրային։ Երբ 2019 թվականին, 12 տարի անց, սկսվեցին նոր քաղաքական վերքննություններ եւ հին պաշտոնյաների մեղադրանքներ, ոմանք ակնկալում էին, որ Մարգարյանի գործը նույնպես կբացվի, բայց դա երբեք չտեղի ունեցավ,
Կարծես թե անտեսանելի ձեռք էր պաշտպանում այդ գործը հանրային քննության կամ պաշտոնական հետաքննության ենթարկվելուց։ Արդյոք դա պարզապես համընկնում էր, թե առկա էր քաղաքական կամք, թաքցնելու այն, ինչ կատարվեց 2007 թվականի մարտի 25-ին։ Մարգարյանի մահվան օրը, երբ նրա մարմինը տեղափոխվեց ազգային պանթեոն, հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու իրենց վարչապետին։ Բայց նույնիսկ այդ օրը, երբ ողջ երկիրը սգում էր, ինչ-որ մեկը ինչ-որ տեղ պահում էր գաղտնիք, որը կարող էր ցնցել ամբողջ իշխանական համակարգը։ Եվ այդ գաղտնիքը, ինչպես թանկարժեք քարերը, որոնք թաքնում են երկրի խորքերում, մնում է անհայտ մինչ օրս։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը, թե Անդրանիկ Մարգարյանի վերջին գաղտնիքը կմնա հավերժ թաքնված։ Երբ անվտանգության ծառայության տեսուչը, որը պատրաստվում էր տալ ցուցմունք 2007 թվականի ապրիլին, նստեց հետաքննիչների դիմաց։ Նրա ձեռքերը դողում էին այնպես, որ չէր կարողանում պահել գրիչը։ Ես տեսա նրան, սկսեց նա, բայց այնուհետև լռեց, կարծես փորձելով հիշել ճիշտ բառերը։ Ժամը 5-ի սահմաններում, երբ լույսը դեռ չէր բացվել, ես տեսա մի մարդու, որը մտնում էր վարչապետի աշխատասենյակ։ Նա ուներ բանալի, նա շարժվում էր վստահ, կարծես գիտեր, որ ոչ ոք չի դիտում։ Հետաքննիչները հարցրին, արդյոք նա կարող է նույնականացնել այդ մարդուն, բայց տեսուչը գլուխը շարժեց թարմացումը ժխտելով։ Այդ ժամանակ էր մութ և ես տեսա միայն ուրվագիծը, բայց ես հաստատ գիտեի դա ոչ վարչապետն էր, ոչ էլ նրա մշտական օգնականները։ Այս ցուցմունքը երբեք չի ներառվել պաշտոնական զեկույցում։ Եվ 3 ամիս անց այդ տեսուչը հեռացավ ծառայությունից, անձնական պատճառներով, ինչպես նշված էր նրա հրաժարականի թղթում։ Մեկ այլ վկա, կառավարական շենքի մաքրուհին, որը սովորաբար սկսում էր իր աշխատանքը առավոտյան 6-ին, այդ օրը ժամանեց ավելի վաղ, 5:30։ Նա հետագայում պատմեց իր ընտանիքի անդամներին, թե ինչպես տեսավ 2 մարդու, դուրս գալիս Մարգարյանի հարկից թղթապանակներով, որոնք այնքան ծանր էին, որ նրանցից մեկը դժվարանում էր քայլել։ Նրանք չէին ակնկալում, որ ես այնտեղ կլինեմ այդ ժամին, ասաց նա, եւ երբ մեկը տեսավ ինձ, նրանք շտապեցին դեպի սանդուղքատուփ, առանց բարև տալու, ինչը տարօրինակ էր, որովհետև ես տարիներ աշխատում եմ այնտեղ, եւ բոլորն ինձ ճանաչում են։ Այս կինը երբեք չի հրավիրվել ցուցմունք տալու, եւ երբ լրագրողներից մեկը փորձեց զրուցել նրա հետ 2010 թվականին, նա հրաժարվեց, ասելով, որ չի հիշում այդ օրը։ Գիշերային հերթափոխի պետի ցուցմունքը, որը տրվեց ներքին հետաքննման ժամանակ, պարունակում էր մի տող, որը հետագայում ջնջվեց վերջնական զեկույցից։ Այդ տողում նշված էր, որ գիշերվա ընթացքում կառավարական շենք մտել են 4 մարդիկ, բացի սովորական անվտանգության աշխատակիցներից, բայց նրանց ինքնությունները չեն գրանցվել մուտքի մատյանում։ Ինչպես կարող էր տեղի ունենալ այսպիսի բան, շենքում, որտեղ յուրաքանչյուր մուտք եւ ելք գրանցվում էր էլեկտրոնային համակարգով։ Միակ բացատրությունը կարող էր լինել, որ այդ մարդիկ ունեին հատուկ թույլտվություն, որը թույլ էր տալիս շրջանցել սովորական ընթացակարգերը։ Բայց ով կարող էր տալ այդպիսի թույլտվություն գիշերվա ժամերին, երբ վարչապետը դեռ պաշտոնապես կենդանի էր, բայց փաստորեն արդեն մահացած։ Կառավարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, 10 տարի անց պատմեց լրագրողին, որ այդ առավոտ ամբողջ 5-րդ հարկը բուրում էր այրված թղթից։ Ես մտա կաբինետներից մեկ եւ տեսա փոքր արկղ, որտեղ դեռ ծուխ էր ելնում, ասաց նա։ Երբ հարցրի, թե ինչ է այն, ինձ ասացին, որ դա հին փաստաթղթեր են, որոնք ոչնչացվում են ըստ ժամանակացույցի։ Բայց ես աշխատում էի այնտեղ 5 տարի եւ երբեք չէի տեսել, որ փաստաթղթեր այրեին այդ կերպ, առանց պատշաճ ընթացակարգի։ Այս վկան նաեւ նշեց, որ այդ օրը մի քանի պաշտոնյաներ, որոնք սովորաբար չէին աշխատում շաբաթավերջերին, գտնվում էին շենքում եւ շարժվում էին բազմաթիվ փոխարկման եւ փոխակերպման ընթացքում։ Ամենակարևոր վկայությունը եկավ Մարգարյանի անձնական վարորդից, ով ծառայել էր նրան ամբողջ 7 տարվա ընթացքում։ Այս մարդը, ով հիմա ապրում է Երևանից դուրս փոքր գյուղում, 2018 թվականին պատմեց իր պատմությունը թորներին եւ նրանցից մեկը գրանցեց այն։ Ըստ նրա, 25-ի գիշերը մոտ կեսգիշերին նա ստացել էր զանգ մեկից, ով ներկայացել է որպես վարչապետական գրասենյակի աշխատակից։ Նրանք ասացին, որ վարչապետին անհրաժեշտություն է առաջացել մեկնել դեպի կառավարական շենք, բայց նա չպետք է գա ինձ հետ, որովհետև ես հիվանդ եմ, հիշում է վարորդը։ Դա ինձ թվաց տարօրինակ, որովհետև Մարգարյանը երբեք չէր գնում առանց ինձ, բայց ես ստիպված էի ընդունել։ Հետո ես պարզեցի, որ նա այդ գիշեր ընդհանրապես չի եղել շենքում։ Ապա ով էր զանգել ինձ եւ ինչու։ Բոլոր այս ցուցմունքները ցույց են տալիս մի խճճված պատկեր։ Պատկեր, որտեղ մարդիկ մտնում եւ ելնում են, թղթեր այրվում են, եւ պաշտոնական զեկույցները չեն համապատասխանում իրականությանը։ Արդյոք երբևէ կբացահայտվի, թե ով էր այդ մարդը սեյֆի բանալիով,
եւ ուր են այն թղթապանակները, որոնք տարան գիշերվա ընթացքում։ Երբ բժշկական փորձագետը ստորագրեց Անդրանիկ Մարգարյանի մահվան վկայականը 2007 թվականի մարտի 25-ին, նա գրեց պարզ ախտորոշում. «Սրտի կանգ, սեպտակային անոթների արյան շրջանառության խանգարման հետևանքով»։ Դա էր ստանդարտ բուժական լեզու, որը չպարունակում էր ոչ մի անսպասելիություն։ Բայց երբ նույն փորձագետը հրաժարվեց տալ հարցազրույց մի քանի ամիս անց, եւ երբ բժշկական քննության լրիվ զեկույցը երբեք չի հրապարակվել, սկսեցին առաջանալ հարցեր։ Ինչու այդ փաստաթղթերը դարձան գաղտնի, եթե մահը սովորական սրտային խնդիր էր։ Եվ ինչու բժիշկները, որոնք մասնակցեցին վերակենդանացման փորձին, խուսափում են խոսել այդ օրվա մասին։ Մարգարյանի անձնական բժիշկը, որը հետևում էր նրա առողջությանը 2005 թվականից, պատմել է իր գործընկերներին, որ վարչապետը ունեցել է լուրջ սրտային խնդիրներ, բայց դրանք կարգավորվել են դեղամիջոցներով եւ ռեժիմով։ Նա իմանում էր իր վիճակի մասին եւ հետևում էր բոլոր հանձնարարություններին, ասել է բժիշկը։ Բայց հարցը մնում է, եթե Մարգարյանը այդքան զգույշ էր իր առողջության հետ, ինչպես եղավ, որ նա մահացավ այդքան անսպասելի, առանց որևէ նախազգուշական նշանների։ Արդյոք իրոք չկային նախազգուշական նշաններ, թե դրանք անտեսվեցին կամ թաքցվեցին։ 2006 թվականի վերջին, մոտ 4 ամիս Մարգարյանի մահից առաջ, նա հանդես եկավ ելույթով, որտեղ նկատելի էր, որ նա հոգնած է եւ դժվարությամբ է շնչում։ Լրագրողներից մեկը այդ ժամանակ նկատել է, որ վարչապետը մի քանի անգամ կանգ է առել խոսքի ընթացքում, խմելու ջուր, ինչը նախկինում երբեք չէր պատահել։ Նա փորձում էր թաքցնել իր վիճակը, բայց դա աչքի էր ընկնում, հիշում է այդ լրագրողը։ Արդյոք Մարգարյանի բժիշկները գիտեին, որ իրավիճակը վատացել է, եւ եթե այո, ինչու չխորհուրդ տվեցին նրան դադարեցնել աշխատանքը։ Մարգարյանի վերջին բժշկական զննումը ըստ պաշտոնական տեղեկատվության տեղի ունեցել է մարտի 15-ին, 10 օր մահից առաջ։ Այդ զննման արդյունքները երբեք չեն հրապարակվել, բայց բժշկական աղբյուրներից մեկը, ով խոսեց անանուն պայմանով, պատմեց, որ այդ օրը հայտնաբերվել են սպառնալից նշաններ, հատկապես էլեկտրոկարդիոգրամում։ Եթե այդ արդյունքները ճիշտ են մեկնաբանվել, ապա Մարգարյանին պետք է անմիջապես տեղափոխել հիվանդանոց, ասաց այս աղբյուրը։ Բայց դա չեղավ։ Ինչու՞, դա մնում է հարց։ Ավելի անհանգստացնող է այն փաստը, որ երբ բժիշկները ժամանեցին Մարգարյանի կաբինետ 25-ի առավոտ, նրանք պատմել են, որ հայտնաբերել են անսովոր բաներ։ Նրա մարմինը գտնված էր անբնական դիրքով, ոչ այնպես, ինչպես կընկներ մարդ, ում սիրտը կանգ է առել հանկարծակի։ Դա թվում էր, կարծես նա փորձել է հասնել դեպի ինչ-որ բան, հավանաբար հեռախոսին կամ տագնապի կոճակին, բայց չի կարողացել, պատմել է բժիշկներից մեկը իր ընկերոջը տարիներ անց։ Ավելին, նրա սեղանին կար դատարկ բաժակ, որտեղ դեղագործական վերլուծությունը կարող էր բացահայտել ինչ-որ բան, բայց այդ բաժակը անհետացավ դեռ նախքան պաշտոնական քննիչների ժամանելը։ Մահվան ժամանակի հարցը նույնպես մնում է անորոշ։ Պաշտոնական զեկույցը նշում է, որ մահը տեղի է ունեցել առավոտյան 5-ի եւ 7-ի միջև, բայց դրա ստույգ ապացույցը չի տրվում։ Իմ հետազոտությունը ցույց է տալիս, որ մարմնի ջերմաստիճանը եւ կարծրացման վիճակը, երբ բժիշկները ժամանեցին, ցուցիչներ են տալիս, որ մահը կարող էր տեղի ունենալ ավելի վաղ, հավանաբար կեսգիշերին։ Եթե դա ճիշտ է, ապա ինչու այդ 6-7 ժամվա ընթացքում ոչ ոք չհայտնաբերեց նրան։ Արդյոք հնարավոր է, որ ինչ-որ մեկը գիտեր, բայց միտումնավոր հետաձգեց օգնության կանչը։ Վերակենդանացման փորձի մասին բժիշկների հայտարարությունները նույնպես պարունակում են անհամապատասխանություններ։ Ըստ մեկ սկզբնաղբյուրի փորձել են էլեկտրական հարված տալ սրտին, բայց ըստ մեկ այլ աղբյուրի դա չի արվել, որովհետև մահը եղել է շատ ժամեր առաջ, եւ այդպիսի ընթացակարգը այլևս իմաստ չէր ունենում։ Որ տարբերակն է ճիշտ, եւ ինչու այդ տեղեկությունները չեն համընկնում։ Մարգարյանի ընտանիքը պահանջեց, որ անցկացվի մանրակրկիտ բուժական քննություն, բայց ըստ վկաների այդ քննությունը սահմանափակվեց միայն արտաքին զննմամբ։ Լրիվ դիահերձում, որը կարող էր բացահայտել սրտի ճշգրիտ վիճակը եւ մահվան իրական պատճառները, երբեք չի կատարվել։ Ընտանիքին պարզապես ասացին, որ դա անհրաժեշտ չէ, եւ նրանք սգի մեջ լինելով չէին պնդել։ Տարիներ անց նրանցից մեկը կհայտարարի, որ փոշմանում է, որ չի պահանջել ավելի մանրամասն հետազոտություն։ Եվ վերջապես, ամենաանհանգստացնող փաստը, բժիշկներից երկուսը, որոնք ներկա էին այդ օրը, հետագայում լքեցին Հայաստանը եւ տեղափոխվեցին արտերկիր, մեկը Ռուսաստան, մյուսը Գերմանիա։ Երբ լրագրողները փորձեցին հասնել նրանց, երկուսն էլ հրաժարվեցին մեկնաբանելուց։ Արդյոք սա պարզապես համընկնում է, թե նրանք գիտեն ինչ-որ բան, որը չեն ցանկանում բացահայտել։ Երբ հայտնի գուշակուհին, որը ապրում էր Երևանի հին թաղամասում, լսեց Մարգարյանի մահվան մասին, նա գլխով շարժեց եւ ասաց. «Ես գիտեի, որ մարտի 25-ը չար օր է մեր երկրի համար»։
Նրա համար դա մեծ անակնկալություն չէր։ Նա պատմում էր, որ տարիներ առաջ տեսել էր երազ, որտեղ Հայաստանի ղեկավարները անկնում են մեկը մյուսի հետևից։ Կարծես անտեսանելի ուժ է տանում նրանց։ Դա կարող էր լինել պարզապես համընկնում կամ հետուստ հիշողություն, բայց նման պատմություններ լուսավորում են ավելի խորը հավատքը, որ գոյություն ունի հայոց քաղաքական դարաշրջանում, որոշակի ուժեր, որոնք դուրս են մարդկային վերահսկողությունից։ Մարտի 25-ը, որը եղավ Մարգարյանի մահվան ամսաթիվը, պատմության մեջ նշված է որպես տարօրինակ ամսաթիվ Հայաստանի համար։ Հետազոտողները, որոնք ուսումնասիրում են թվաբանություն եւ պատմական համընկնումներ, նկատել են, որ այդ օրը տեղի են ունեցել մի քանի նշանակալի իրադարձություններ վերջին 100 տարիների ընթացքում։ Թեև դա կարող է թվալ պարզապես համապատասխանություն, շատ հայեր հավատում են, որ որոշակի ամսաթվեր կրում են էներգիա, կամ դրական, կամ բացասական։ Մարգարյանի մոտակա ընկերներից մեկը, ով խոսեցեց անանուն պայմանով, 2015 թվականին պատմեց, որ վարչապետը վերջին շաբաթվա ընթացքում, մահից առաջ, փոխվել էր։ Նա դարձել էր ավելի լուր, ավելի խորհրդածու, ասաց ընկերը։ Երբ հարցրի, թե ինչ է պատահել, նա ասաց, որ զգում է, թե ինչ-որ բան վերջանում է։ Ես կարծեցի, որ նա խոսում է իր քաղաքական կարիերայի մասին, բայց հիմա ես հասկանում եմ, որ նա գուցե նկատի ուներ ավելին։ Այս տեսակ պատմությունները կարող են լինել ռետրոսպեկտիվ մեկնաբանություններ, բայց դրանք ավելացնում են առեղծվածայնություն այն պատմությանը, որ արդեն լի է հարցերով։ Կար նաև մեկ այլ տարօրինակ դրվագ։ Մարգարյանը ըստ նրա քարտուղարի, մարտի սկզբին մոտ 3 շաբաթ մահից առաջ, ժամանակ էր առել եկեղեցի գնալու համար։ Դա անսովոր էր, որովհետև թեև Մարգարյանը հարգում էր կրոնական ավանդույթները, նա հազվադեպ էր մասնակցում արարողություններին, իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Բայց այդ օրը նա մնաց եկեղեցում գրեթե ժամ, նստած լռությամբ, եւ երբ ելավ, նրա դեմքը խաղաղ էր։ Ես չգիտեմ, թե ինչ էր նա մտածում այնտեղ, ասաց քարտուղարը, բայց ինձ թվաց, թե նա հրաժեշտ էր տալիս ինչ-որ բանի։ Երբ իշխանության մեխանիզմները սկսում են աշխատել մարդու մարմնի դեմ, առաջին բանը, որ փոխվում է, արյան քիմիան է։ Կորտիզոլը, սթրեսի հորմոնը, բարձրանում է այնպիսի մակարդակների, որ սրտի մկանները սկսում են աշխատել անընդհատ լարվածության մեջ։ Անդրանիկ Մարգարյանի վերջին բժշկական զննումները, որոնք մնացել են գաղտնի մինչև օրս, ցույց էին տալիս ճիշտ այդ պատկերը։ Մարդ, որի օրգանիզմը գտնվում էր մշտական պատերազմի վիճակում։ Նրա արյան ճնշումը տատանվում էր օրական 160-110 մմ սնդիկի սյունակից, մինչև 220-110։ Թվեր, որոնք բժիշկները բնութագրում են որպես կրիտիկական անկայունություն։ Բայց ֆիզիոլոգիան միայն մեկ կողմն է պատմության։ 2006 թվականի դեկտեմբերին, երբ Մարգարյանը մասնակցեց կառավարության փակ նիստին, ներկաներից մեկը նկատեց, որ վարչապետը 3 անգամ դադարեցրեց իր ելույթը, բռնելով կրծքավանդակը։ Դա տևեց միայն մի քանի վայրկյան, բայց ես տեսա, թե ինչպես նրա դեմքը գունատվեց, հիշում է այդ մասնակիցը։ Երբ նիստից հետո մեկը հարցրեց, արդյոք ամեն ինչ կարգին է, Մարգարյանը պատասխանեց. «Սա պարզապես հոգնածություն է։ Երբ դու կառավարում ես երկիր, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է փրկել կամ ոչնչացնել հազարավոր կյանքեր, քո սիրտը չի կարող հանգստանալ»։ Իշխանության ֆիզիոլոգիան ունի իր սեփական անողոք օրենքները։ Երբ մարդը գտնվում է այնպիսի պաշտոնում, որտեղ նրա ստորագրությունը որոշում է միլիարդավոր դրամների ճակատագիրը, նրա նյարդային համակարգը գտնվում է մշտական պատրաստականության մեջ։ Գիշերները դառնում են կարճ, 3-4 ժամ քուն, որը խզվում է հեռախոսազանգերով եւ անհանգստության հարձակումներով։ Մարգարյանի անձնական օրացույցը, որը պահպանվել է նրա քարտուղարի մոտ, ցույց է տալիս, որ վերջին 6 ամսվա ընթացքում նա չէր ունեցել ոչ մի լրիվ ազատոր։ Նույնիսկ շաբաթավերջերին նա աշխատում էր տանից, ընդունելով զանգեր, ստորագրելով փաստաթղթեր, հանդիպելով մարդկանց, ովքեր չէին կարող սպասել երկուշաբթի։ Բժիշկները, ովքեր ուսումնասիրում են քաղաքական ղեկավարների առողջությունը, խոսում են իշխանության սինդրոմի մասին։ Վիճակ, երբ մարդու օրգանիզմը սկսում է ինքնաոչնչացվել սթրեսի եւ անքնության ազդեցությամբ։ Սրտի մկանները, որոնք նախատեսված են աշխատելու ռիթմիկ ռեժիմով, սկսում են զարկել անկանոն արիթմիոն, որը կարող է հանգեցնել հանկարծակի կանգի։ Մարգարյանի էլեկտրոկարդիոգրամները, որոնք արվել են 2006 թվականի նոյեմբերին, ցույց էին տալիս ճիշտ այդ նախանշանները, անկանոն ալիքներ, որոնք բժիշկները անվանում են մահվան նախազգուշական։ Բայց ամենավտանգավորը չէր ֆիզիկական սթրեսը, այլ հոգեբանականը։ Երբ մարդը գիտի, որ նրա շուրջը կան մարդիկ, ովքեր սպասում են նրա թուլության պահին, երբ յուրաքանչյուր նրա բառը կարող է դառնալ զենք նրա դեմ, երբ նա չի կարող վստահել նույնիսկ իր ամենամոտ օգնականներին, այդ ժամանակ սիրտը սկսում է կրել ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ բեռ,
որը կարող է ջարդել նույնիսկ ամենաամուր օրգանիզմը։ Մարգարյանի վերջին խոսքերից մեկը, որը հիշում է նրա քարտուղարը, եղել է. «Երբ դու ղեկավարում ես, դու միշտ միայնակ ես, նույնիսկ երբ շրջապատված ես հարյուրավոր մարդկանց»։ Այդ միայնությունը, այդ մեկուսացումը, որը գալիս է իշխանության հետ, կարող է լինել ավելի մահացու, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ Երբ պետական արխիվների դռները բացվեցին 2018 թվականին Թավշյա հեղափոխությունից հետո, հետազոտողները սկսեցին գտնել փաստաթղթեր, որոնք 11 տարի պահվել էին փակ պահարաններում։ Դրանցից մեկը, Կառավարության ներքին հաշվետվություն 2007 թվականի մարտի 26-ից, պարունակում էր տող, որը երբեք չի ներառվել պաշտոնական զեկույցներում։ Վարչապետի անձնական պահարանից հանվել եւ փոխանցվել անվտանգության ծառայություն, 3 կնիկված ծրար, պարունակություն դասակարգված։ Ով էր ստորագրել այդ փաստաթուղթը եւ ուր են այդ ծրարները հիմա։ Արխիվների աշխատակիցներից մեկը, ով խնդրեց մնալ անանուն, պատմեց, որ երբ նրանք փորձեցին գտնել այդ ծրարները 2019 թվականին, պարզվեց, որ դրանք կորել են փոխադրման ժամանակ։ Մենք ունեինք գրանցամատյան, որտեղ նշված էր, որ այդ ծրարները պետք է լինեին պահեստի 30-րդ բաժնում, բայց երբ գնացինք այնտեղ դրանք չկային, ասաց նա։ Ավելին, այդ բաժնի գրանցամատյանից հանված էին 3 էջ, ճիշտ այն ժամանակահատվածից, երբ ծրարները պետք է փոխադրվեին։ Եվ սա միայն սկիզբն էր։ Յուրաքանչյուր նոր փաստաթուղթ բացում էր դուռ դեպի ավելի մութ սենյակ։ Մարգարյանի անձնական օրացույցը, որը պահպանվել էր կառավարության արխիվում, ցույց էր տալիս, որ մարտի 23-ին նա ունեցել է հանդիպում մեկի հետ, ում անունը նշված էր միայն սկզբնատառերով՝ ՍՍ։ Այդ հանդիպումը տևել է 3 ժամ, երեկոյան 6-ից 9, եւ օրացույցում նշված է անձնական, գաղտնի։ Ով էր այդ ՍՍ, եւ ինչ էին նրանք քննարկել այդ 3 ժամվա ընթացքում։ Հետազոտողները փորձեցին վերականգնել այդ հանդիպման մանրամասները։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին, սառեցնում էր արյունը։ Այդ օրը կառավարական շենքի անվտանգության տեսախցիկները տեխնիկական սպասարկման պատճառով չէին աշխատում երեկոյան 6-ից մինչև 10։ Համընկնում է, թե միտումնավոր անջատում։ Անվտանգության ծառայության ղեկավարը, ով պատասխանատու էր այդ համակարգերի համար, 2 ամիս անց տեղափոխվեց Մոսկվա, ընտանեկան հանգամանքներով, եւ երբ լրագրողները փորձեցին հասնել նրան, նա հրաժարվեց մեկնաբանելուց։ Արխիվներում կար նաեւ ֆինանսական փաստաթուղթ, որը վկայում էր անսովոր գործարքի մասին։ Մարտի 21-ին, 4 օր Մարգարյանի մահից առաջ, կառավարության հատուկ հաշվից փոխանցվել է $3 միլիոն դեպի օֆշորային ընկերություն, որը գրանցված էր Կիպրոսում։ Փոխանցման նպատակը նշված էր որպես խորհրդատվական ծառայություններ, բայց երբ հետազոտողները փորձեցին գտնել այդ ընկերությունը, պարզվեց, որ այն լուծարվել է 2007 թվականի ապրիլին, ճիշտ Մարգարյանի մահից հետո։ Փողերը փոխանցվել էին հետագա հաշիվներ, որոնց հետքը կորել է Շվեյցարիայի բանկային համակարգում։ Բայց ամենակարևոր գտածոն դեռ սպասում էր իր հերթին։ Ձեռագիր նամակ, որը Մարգարյանը գրել էր մարտի 20-ին, 5 օր մահից առաջ։ Այդ նամակը հասցեագրված էր նրա ընտանիքին եւ սկսվում էր բառերով. «Եթե դուք կարդում եք սա, ապա ես այլևս ձեզ հետ չեմ»։ Նամակի մնացած մասը ցավոք հանված էր արխիվից, մնացել էր միայն առաջին էջը։ Ով հանեց այդ էջերը եւ ինչ էր գրված դրանց վրա։ Արխիվների ուսումնասիրությունը բացահայտեց նաեւ, որ Մարգարյանի անձնական համակարգիչը, որը գտնվում էր նրա կաբինետում, ֆորմատավորվել է մարտի 26-ին, ճիշտ այն օրը, երբ նրա մարմինը տեղափոխվեցին Պանթեոն։ Տեխնիկական փորձագետները, ովքեր հետագայում փորձեցին վերականգնել տվյալները, հայտնաբերեցին, որ կոշտ սկավառակը ոչ միայն ֆորմատավորվել է, այլև ենթարկվել է 7 անգամ վերագրման։ Մեթոդ, որը օգտագործվում է, երբ ցանկանում են անվերականգնելիորեն ոչնչացնել տեղեկատվությունը։ Ինչ էր այդ համակարգչում, որ պահանջում էր այդպիսի մանրակրկիտ ոչնչացում։ Երբ Սերժ Սարգսյանը մտավ Մարգարյանի նախկին կաբինետ ապրիլի 2-ին, որպես նոր վարչապետ, առաջին բանը, որ նա արեց, փակեց դռները եւ պահանջեց, որ բոլորը լքեն սենյակը։ Այդ պահից սկսած, հաջորդ 6 ժամվա ընթացքում ոչ ոք չմտավ այդ կաբինետ, եւ երբ դռները վերջապես բացվեցին, Սարգսյանը դուրս եկավ մեկ փոքր տուփով, որը նա անձամբ տեղադրեց իր մեքենայի բեռնատարում։ Ինչ կար այդ տուփում եւ ուր է այն հիմա։ Սարգսյանի անցումը դեպի վարչապետի պաշտոն եղավ արագ եւ անխափան, չափազանց արագ ըստ քաղաքական վերլուծաբանների։ Սովորաբար, երբ երկրի երկրորդ անձը մահանում է, առաջանում է իշխանության վակուում, որը տևում է շաբաթներ, երբեմն ամիսներ։ Բայց Սարգսյանի դեպքում ամեն ինչ կարծես նախապես պլանավորված էր։ Նա ստանձնեց պարտականությունները մարտի 25-ին,
Պաշտոնապես նշանակվեց ապրիլի 4-ին, եւ արդեն ապրիլի 10-ին նա վերակազմավորեց կառավարությունը, փոխելով 5 նախարար։ Բայց ամենակարևորը չէր այդ արագությունը, այլ այն փաստը, որ Սարգսյանը ըստ նրա մոտակա աշխատակիցների գիտեր Մարգարյանի մահվան մասին ավելի վաղ, քան պաշտոնական հայտարարությունը արվեց։ Մեկ աղբյուր, ով աշխատում էր Սարգսյանի գրասենյակում, պատմեց, որ մարտի 25-ի առավոտ ժամը 7-ին, երբ պաշտոնապես դեռ ոչ ոք չգիտեր Մարգարյանի մահվան մասին, Սարգսյանը արդեն հավաքել էր իր թիմին եւ տվել էր հստակ հանձնարարություններ, ով ինչ պետք է անի հաջորդ ժամերին։ Դա թվում էր կարծես նա պատրաստվել էր այդ պահին, ասաց այդ աղբյուրը։ Սարգսյանի կապը Մարգարյանի հետ եղել է բարդ եւ երբեմն լարված։ Թեև պաշտոնապես նրանք համագործակցում էին, ներսում կային հակասություններ, հատկապես տնտեսական քաղաքականության եւ արտաքին հարաբերությունների հարցերում։ 2006 թվականի հոկտեմբերին կառավարության փակ նիստում Մարգարյանը եւ Սարգսյանը ունեցել են սուր բանավեճ, ըստ ներկաների, այնքան սուր, որ Մարգարյանը մի պահ դադարեցրեց նիստը եւ պահանջեց, որ բոլորը լքեն սենյակը, բացի Սարգսյանից։ Ինչ որ 15 րոպե նրանք խոսեցին առանձին, եւ երբ մյուսները վերադարձան, երկուսի դեմքերն էլ լարված էին։ Ոչ ոք երբեք չիմացավ, թե ինչ էին նրանք քննարկել այդ 15 րոպեի ընթացքում։ 2019 թվականին, երբ Սարգսյանը մեղադրվեց պետական միջոցների յուրացման մեջ, 489 միլիոն դրամի չափով, մոտ $1 միլիոն, հետաքննությունը բացահայտեց, որ այդ գործարքները սկսվել էին դեռ 2006 թվականին, երբ Մարգարյանը դեռ կենդանի էր եւ ղեկավարում էր կառավարությունը։ Հարցը, որը երբեք չի պատասխանվել, արդյոք Մարգարյանը գիտեր այդ գործարքների մասին, եւ եթե այո, ինչու նա չկանգնեցրեց դրանք։ Թե գուցե նա ինքը նույնպես ներգրավված էր այդ համակարգում, եւ Սարգսյանը պարզապես շարունակեց այն, ինչ սկսել էր նրա նախորդը։ Ամենավտանգավոր տեսությունը, որը շրջում է հայկական քաղաքական շրջանակներում, այն է, որ Մարգարյանը պատրաստվում էր բացահայտել կոռուպցիոն ցանց, որը գործում էր կառավարության ներսում, եւ որ նրա մահը չէր պատահական։ Ըստ այս տեսության, Մարգարյանը հավաքել էր ապացույցներ, փաստաթղթեր, ձայնագրություններ, ֆինանսական հաշվետվություններ, որոնք ապացուցում էին, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նրա ամենամոտ շրջապատից մարդկանց, ներգրավված էին մեծածավալ գողություններում։ Այդ ապացույցները պահվում էին նրա անձնական սեյֆում, եւ երբ որոշակի մարդիկ իմացան, որ Մարգարյանը պատրաստվում է գործել, նրանք որոշեցին գործել առաջ։ Այս տեսությունը հիմնված է մի քանի փաստերի վրա։ Առաջին, Մարգարյանը ըստ նրա մոտակա ընկերների, վերջին ամիսներին դարձել էր ավելի փակ եւ զգույշ։ Նա փոխել էր իր անձնական անվտանգության ծառայության կազմը, հեռացվել էր մի քանի երկարամյա աշխատակիցների եւ բերել նորերի, ում ավելի շատ վստահում էր։ Երկրորդ, նա սկսել էր հանդիպումներ ունենալ անկախ լրագրողների եւ իրավաբանների հետ, մարդկանց, ովքեր հայտնի էին իրենց հակակոռուպցիոն աշխատանքով։ Երրորդ, նրա անձնական համակարգչում, նախքան այն ոչնչացվելը, եղել են ֆայլեր, որոնց անունները ներառում էին բառեր ինչպես ապացույց, փաստաթուղթ, բացահայտում։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա հարց է ծագում, ինչպես կարող էր տեղի ունենալ այդպիսի բան։ Կրիմինալիստները, ովքեր ուսումնասիրել են քաղաքական մահերի ներկայացուցչականները, բազմիցս ընդգծել են արդի դատաբժշկության պատմությունը լի է դեպքերով, երբ մահը թվում էր բնական, բայց հետագա հետազոտությունները բացահայտում էին այլ պատկեր։ Առանց էքսհումացիայի եւ հատուկ վերլուծությունների, որոնք Մարգարյանի դեպքում երբեք չարվեցին, հաստատել կամ հերքել այդպիսի տեսություններն անհնար է։ Բայց ապացույցներ չկան։ Բոլոր վկաները լռում են, բոլոր փաստաթղթերը անհետացել են, եւ բոլոր հարցերը մնում են անպատասխան։ Սարգսյանը, ով այժմ ազատ է 2022 թվականին արված դատավճռից հետո, երբեք չի մեկնաբանել այն օրերը։ Նա ապրում է Երևանում, հեռու հանրային աչքից, եւ երբ լրագրողները փորձում են հասնել նրան, նրա պատասխանը միշտ նույնն է. Ես ասել եմ ամեն ինչ, ինչ պետք է ասեի դատարանում։ Բայց հարցերը չեն անհետանում։ Ով էր այդ մարդը սեյֆի բանալիով։ Ուր են այն 50 միլիոնները, եթե դրանք իրոք գոյություն ունեին։ Եվ ամենակարևորը, արդյոք Անդրանիկ Մարգարյանի մահը իրոք էր բնական, թե մենք ապրում ենք երկրում, որտեղ իշխանությունը պատրաստ է սպանել իր սեփական ղեկավարներին։ Այս միտքի հեռու մնալը անհուսալի էր, ուզում եմ ասեմ։ Այն սպառնալիքների վրա էր վերականգնված, որոնք մեզ սպանելու էին հասանելի եւ տեսանելի։ Ոչ միայն մեզ, հասկացաք, նույնիսկ մեր մոտքերը։ Այն հստակ էր, մեզ կմահացնեին, եթե մեր մոտ կգտնեին։ Սակայն երբ հիշեցի, թե ինչպես եմ տեղափոխվել Հայաստան, ուղակի ամուսնու հետ եւ մեր երեխաների հետ, հասկացա, որ դա միայն հոգեբանական բացակայություն էր։ Այդ վիճակն ապրելը միայն էր սպասում, որ մենք սկսեինք կեղծել,
որպիսի ապրենք միերին։ Այդ վիճակը միայն ապրելն էր սպասում, որ մեզ մոտ կգա մի փուլ, երբ մենք կսկսենք կեղծել, որպիսի ստացվի այն, ինչ մեզ այդ պայմաններում պետք էր։ Մենք պետք էինք ստացվել մեր կեղծքերի հետ։ Եվ մինչև այդ ուրախությունը, որը մոռացել եմ ստացել։ Սա ինչ էր էլի, որ մոռացել էինք։ Էսպանել իր սեփական ղեկավարներին, երբ նրանք դառնում են վտանգավոր։ Երբ դատական բժիշկը, ով աշխատում էր Երևանի գլխավոր մորգում 2007 թվականին, վերադարձավ աշխատանքի 2019 թվականին, 12 տարի անց, նա բերեց իր հետ մի փոքր տետր, որը պահել էր այդ ամբողջ ժամանակ։ Այդ տետրում նա գրել էր իր անձնական դիտարկումներ, որոնք երբեք չեն ներառվել պաշտոնական զեկույցներում։ Մարտի 25-ին, երբ Մարգարյանի մարմինը բերեցին մորգ, ես նկատեցի ինչ-որ բան, որը չհամապատասխանում էր պաշտոնական տարբերակին, գրել էր նա։ Նրա աջ ձեռքի ափի վրա կային փոքրիկ կապտավուն հետքեր, այնպիսիք, որոնք սովորաբար երևում են, երբ մարդը փորձում է պաշտպանվել կամ բռնել ինչ-որ բան։ Բայց երբ ես փորձեցի ավելացնել այս դիտարկումը զեկույցում, ինձ ասացին, որ դա անհրաժեշտ չէ, որովհետև մահը հստակ է, սրտի կանգ։ Այդ բժիշկը, ով այժմ թոշակի վրա է, պատմեց նաև մեկ այլ մանրամասն, որը տարիներ նրան անհանգստացրել է։ Մարգարյանի հագուստի վրա կոստյումի ձախ թևի վրա կար փոքրիկ պատրվածք, որը թվում էր թարմ։ Դա չէր նման այն պատրվածքին, որը առաջանում է ընկնելուց, բացատրեց նա։ Դա ավելի շատ նման էր այն, ինչ տեսնում ես, երբ մեկը բռնում է մարդուն եւ քաշում։ Բայց երբ հարցրի այդ մասին, ինձ ասացին, որ հագուստը վնասվել է տեղափոխման ժամանակ։ Բժշկական փորձագետները, ովքեր հետագայում ուսումնասիրեցին այդ նկարագրությունները, նշեցին, որ այդպիսի նշանները կարող էին ցույց տալ, որ Մարգարյանի մահը տեղի է ունեցել ոչ այնպես խաղաղ, ինչպես պաշտոնապես ներկայացվել է։ Սակայն առանց մարմնի էքսհումացիայի եւ նոր քննության, որը երբեք չի իրականացվել, այս դիտարկումները մնում են միայն տեսություններ։ Կառավարական շենքի տեխնիկական ծառայության աշխատակիցը, ով պատասխանատու էր օդափոխման համակարգերի համար, 2015 թվականին պատմեց իր որդուն մի պատմություն, որը նա երբեք չէր պատմել ուրիշներին։ Մարտի 25-ի առավոտ, երբ նա մտավ Մարգարյանի կաբինետ ստուգելու օդափոխիչները, նա զգաց անսովոր հոտ։ Դա չէր սովորական սենյակի հոտը, ասաց նա։ Դա ինչ-որ քիմիական հոտ էր, նման դեղորայքի կամ մաքրող նյութի։ Ես փորձեցի պարզել, թե որտեղից է գալիս այդ հոտը, բայց այդ պահին ինձ հրամայեցին լքել սենյակը եւ չվերադառնալ։ Այդ աշխատակիցը հեռացվեց աշխատանքից 3 շաբաթ անց, կազմակերպչական վերակառուցման շրջանակներում։ Ամենավտանգավոր վկայությունը եկավ անվտանգության ծառայության նախկին աշխատակցից, ով տեղափոխվել էր Ռուսաստան 2008 թվականին։ 2020 թվականին, երբ նա հիվանդացավ ծանր հիվանդությամբ եւ կարծում էր, որ մահանում է, նա կանչեց իր որդուն եւ պատմեց ճշմարտությունը։ Մարտի 24-ի երեկո, ժամը 9 սահմաններում, ես տեսա 2 մարդու մտնում Մարգարյանի կաբինետ, ասաց նա։ Նրանք չէին սովորական այցելուներ։ Նրանք ունեին հատուկ անցագրեր, որոնք թույլ էին տալիս շրջանցել բոլոր ստուգումները։ Ես չգիտեի, թե ովքեր են նրանք, բայց նրանց մարմնի լեզուն ասում էր, որ նրանք եկել են կոնկրետ առաքելությամբ։ Նրանք մնացին ներսում մոտ 20 րոպե, եւ երբ դուրս եկան, մեկը կրում էր փոքր պայուսակ, որը նախկինում չուներ։ Այս վկան նաև նշեց, որ հաջորդ օրը, երբ Մարգարյանի մահը հայտարարվեց, նրանք կանչեցին իր վերադասի գերասենյակ եւ ասացին. «Մոռացիր այն, ինչ տեսար երեկ։ Եթե ինչ-որ մեկը հարցնի, դու ոչինչ չես տեսել»։ Երբ նա փորձեց հարցնել, թե ինչու, նրան պատասխանեցին. «Սա ազգային անվտանգության հարց է։ Եթե խոսես, դու եւ քո ընտանիքը կունենաք խնդիրներ»։ Բոլոր այս վկայությունները, երբ դրանք դասավորվում են միասին, ստեղծում են պատկեր, որը կտրուկ տարբերվում է պաշտոնական տարբերակից։ Բայց առանց ֆիզիկական ապացույցների, առանց պաշտոնական հետաքննության, այս վկայությունները մնում են միայն խոսքեր։ Խոսքեր, որոնք չեն կարող փոխել պատմությունը, բայց կարող են փոխել այն, թե ինչպես մենք հասկանում ենք այն։ Երբ Մարգարյանի որդին, ով այժմ ապրում է Երևանում եւ աշխատում է մասնավոր ընկերությունում, նստեց իր տան սրահում 2022 թվականի ձմռանը, նա վերջապես որոշեց խոսել։ Ոչ հրապարակայնորեն, ոչ լրագրողների հետ, այլ միայն իր ընտանիքի հետ, իր կնոջ եւ երեխաների հետ։ 15 տարի ես պահել եմ այս գաղտնիքը, սկսեց նա։ 15 տարի ես ապրել եմ այն իմացությամբ, որ իմ հայրը մահացավ ոչ այնպես, ինչպես մեզ ասացին։ Նա պատմեց, որ մարտի 25-ին, երբ նրանց տեղեկացրեցին հոր մահվան մասին, նրանց թույլ չտվեցին անմիջապես տեսնել մարմինը։ Մեզ ասացին, որ բժիշկները դեռ աշխատում են, որ պետք է սպասենք, հիշեց նա։ Բայց երբ վերջապես մեզ թույլ տվեցին մտնել,
Ես տեսա, որ հոր դեմքը ծածկված էր այնպես, որ միայն ճակատը երևում էր։ Երբ փորձեցի հանել ծածկոցը, որպիսի տեսնեմ նրան, բժիշկը արագ կանգնեցրեց ինձ, ասելով, որ դա ավելի լավ է չանել։ Այդ պահից սկսած, ընտանիքը ապրեց մշտական ճնշման տակ։ Նրանց ասացին, որ չխոսեն լրատվամիջոցների հետ, որ չտան հարցազրույցներ, որ պարզապես սգան լռությամբ։ Մեզ ասացին, որ դա հարգանք է հոր հիշատակի նկատմամբ, ասաց որդին։ Բայց ես հասկանում էի, որ դա ավելի շատ վախի եւ վերահսկման մասին էր։ Ամենավտանգավոր բացահայտումը եկավ, երբ որդին պատմեց հոր անձնական պահարանի մասին։ Հայրս ինձ ասել էր, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, ես պետք է բացեմ այդ պահարանը եւ վերցնեմ այնտեղից մի ծրար, բացատրեց նա։ Նա տվել էր ինձ կոմբինացիան եւ ասել, որ այդ ծրարում կան փաստաթղթեր, որոնք պաշտպանելու են մեր ընտանիքը։ Բայց երբ ես գնացի կառավարական շենք մարտի 25-ին, ինձ չթույլ տվեցին մտնել հոր կաբինետ։ Ինձ ասացին, որ այն կնիկված է հետաքննության համար։ Երբ վերջապես թույլ տվեցին մտնել 3 օր անց, պահարանը բացված էր եւ դատարկ։ Այս պատմությունը հաստատում է այն, ինչ շատերը կասկածում էին, որ Մարգարյանի սեյֆում իրոք կար ինչ-որ բան կարևոր, եւ որ այն հանվեց նախքան ընտանիքը կարողանար հասնել դրան։ Բայց ինչ էր այդ ծրարում եւ ով հանեց այն։ Որդին նաեւ պատմեց մեկ այլ մանրամասն, որը երբեք չի հրապարակվել։ Մարգարյանը իր վերջին շաբաթվա ընթացքում սկսել էր գրել ինչ-որ բան, ձեռագիր տեքստ, որը նա պահում էր իր տանը, ոչ թե կառավարական շենքում։ Ես տեսա այդ էջերը նրա սեղանին, ասաց որդին։ Դրանք լի էին անուններով, թվերով, ամսաթվերով։ Ես չկարողացա կարդալ ամբողջը, բայց ես տեսա մի նախադասություն, որը ասում էր quote 0։ Այդ էջերը անհետացան Մարգարյանինի մահից հետո։ Երբ ընտանիքը փնտրեց դրանք տանը, դրանք չկային։ Ոչ ոք չգիտեր, թե ով մտավ տուն եւ վերցրեց դրանք, բայց պարզ էր, որ ինչ-որ մեկը գիտեր դրանց գոյության մասին եւ ուզում էր, որ դրանք երբեք չտեսնեն լույսը։ Որդին ավարտեց իր պատմությունը խոսքերով, որոնք սառեցնում են արյունը։ Ես գիտեմ, որ իմ հայրը սպանվել է։ Ես չունեմ ապացույցներ, ես չունեմ վկաներ, բայց ես գիտեմ։ Եվ ես գիտեմ, որ նրանք, ովքեր արեցին դա, դեռ ազատ են, դեռ իշխանության մեջ են, դեռ վերահսկում են այս երկիրը։ Բայց ես նաև գիտեմ, որ ճշմարտությունը չի կարող հավերժ թաքնված մնալ։ Մի օր, գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, բայց մի օր, ամեն ինչ կբացահայտվի։ Երբ անկախ լրագրողը, ով 10 տարի հետազոտել է Մարգարյանի գործը, նստեց իր համակարգչի առջև 2022 թվականի գարնանը, նա ուներ առջևում հարյուրավոր էջեր փաստաթղթեր, տասնյակ ձայնագրված հարցազրույցներ եւ մի պատկեր, որը դեռ չէր ամբողջական, բայց արդեն բավականաչափ պարզ էր։ Նա գրեց իր վերջնական եզրակացությունը։ Անդրանիկ Մարգարյանի մահը չէր պատահական։ Դա էր խնամքով պլանավորված գործողություն, որը նպատակ ուներ հեռացնել մարդուն, ով դարձել էր վտանգավոր իշխանական համակարգի համար։ Բայց նա նաև գիտեր, որ առանց կոշտ ապացույցների, առանց բժշկական էքսհումացիայի, առանց պաշտոնական քննության, այս եզրակացությունը կմնա միայն տեսություն։ Եվ այդ ապացույցները, եթե դրանք երբևէ գոյություն ունեցել են, այժմ անհետացել են, ոչնչացված, թաքնված կամ տեղափոխված այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք երբեք չի գտնի դրանք։ 50 միլիոն դոլարները, եթե դրանք իրոք գոյություն ունեցել են, կարող էին լինել մաս ավելի մեծ համակարգի, որտեղ պետական գումարները հոսում էին դեպի մասնավոր գրպաններ, որտեղ քաղաքական որոշումները ծախվում էին ամենաբարձր գնով առաջարկողին, եւ որտեղ նրանք, ովքեր փորձում էին կանգնեցնել այդ համակարգը, վերացվում էին։ Մարգարյանը ըստ այս տեսության դարձել էր այդպիսի մարդ, ով տեսել էր չափազանց շատ, գիտեր չափազանց շատ, եւ պատրաստվում էր խոսել, բայց ով էին այդ մարդիկ։ Անունները երբեք չեն հաստատվել։ Ոմանք խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ուրիշներ արտաքին ուժերի, երրորդները ներքին վրեժխնդրության։ Ճշմարտությունը հավանաբար գտնվում է ինչ-որտեղ այս բոլոր տեսությունների միջև։ Բայց առանց պաշտոնական հետաքննության, առանց անկախ քննության, առանց քաղաքական կամքի բացահայտելու այն, ինչ իրականում տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 25-ին, մենք երբեք չենք իմանա ամբողջական պատմությունը։ Եվ այդպես, 15 տարի անց, Անդրանիկ Մարգարյանի գաղտնիքը մնում է գաղտնիք։ Նրա սեյֆը, որը մի ժամանակ պարունակում էր ինչ-որ բան այնքան կարևոր, որ ինչ-որ մեկը պատրաստ էր սպանել դրա համար, այժմ դատարկ է։ Նրա փաստաթղթերը, որոնք կարող էին փոխել պատմությունը, այժմ մոխիր են։ Եվ նրա ընտանիքը, որը 17 տարի լռել է, շարունակում է լռել ոչ թե որովհետև չունեն ինչ ասել, այլ որովհետև գիտեն, որ խոսելը կարող է վտանգավոր լինել։ Երբ դուք կարդում եք այս տողերը, ինչ որտեղ Երևանում, մի տղամարդ,
ով գիտի ճշմարտությունը։ Նստած է իր տանը եւ մտածում, արդյոք պետք է խոսի, թե շարունակի լռել։ Նա գիտի, որ խոսելը կարող է նշանակել վտանգ նրա եւ նրա ընտանիքի համար։ Բայց նա նաեւ գիտի, որ լռելը նշանակում է, որ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը կմնա կեղծված, որ նրա մահը կշարունակի համարվել բնական, եւ որ նրանք, ովքեր իրականում պատասխանատու են, կշարունակեն ապրել առանց պատասխանատվության։ Այս պատմությունը չի ավարտվում այստեղ, դա միայն սկիզբն է, որովհետև յուրաքանչյուր անպատասխան հարց, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ, յուրաքանչյուր լռող վկա, դրանք բոլորը մբաս են ավելի մեծ առեղծվածի, որը սպասում է իր բացահայտմանը։ Եվ մինչև այդ օրը չգա, Անդրանիկ Մարգարյանի վերջին գաղտնիքը կմնա հենց այն, գաղտնիք, որը պահում է մեր երկրի ամենամութ անկյունները։